Հազար պատճառ ունեմ քեզ սիրելու Հազարների հետ քեզ չեմ փոխելու Քո սիրելի ընկերները չէին կիսում քո երաշտական ճաշակը եւ իրենց մեկնաբանությունները քեզ հաճախ կոմպլեքսավորում էին։ Գրելին ոնց որ վատ շրջապատ ընկածում ես։ Պապա դեպուտատ է, աղբեր ես։ Ես հայտնվեցի նախարարության երգչախմբում ու պարզվեց որ պապաս դեպուտատ էր։ SMS ստացա այդ աղջկանից Գեորգ ջան կներես ես մոռացել էի պապայիս հարցնեի։ Հայաստան պապաս դեմ I'm DJ Pogos yeah։ Եվ դեռ բայց այդպեսի ծառայություններ եթե մատուցում ես իրազեկիր մարդիկ դիմեն քեզ։ Ու չեմ ուզում փակեմ իմ աչքերը որ չկորչի քո պատկերը չէ որ քո ներկայությունը պահում է իմ գոյությունը Ողջույն, ինձ թվում է այսօր ավելի շատ երգելու ենք, քան խոսելու ենք, որովհետև այդպես է միշտ լինում, երբ մեր հաղորդման հյուրը լինում է երգիչ կամ երգչուհի, կամ երգող դերասան օրինակ։ Իսկ այսօր մեր տաղավարում սիրո ու կարոտի առավելապես մասին հաճախ երգող երգիչ, սիրված Գևորգ Սիրեկանյանն է։ Ողջույն Գևորգ ջան։ Ողջույն Այդա ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ 963 ռոբոտիկն է տաղավարում, նա մեզ թվային պատասխաններ ենթադրող հարցեր է տալու, մենք փորձել ենք գուշակել։ Մենակ երգելուց ես լավ, թե թիվ թվաբանությունից ես լավ։ Տեսնենք։ Գևորգի ծնողները քիմիկոսներ են, ճիշտ եմ, չէ՞, ֆիքսել։ Սովորեցրել են երաժշտության քիմիան քեզ։ Թե դա ավելի քո անհատական հետ դաշնակապ չունի։ Չէ։ Լավ, կխոսենք։ Լսենք առաջին հարցը։ Bad Guy երգը Billie Eilish-ին շատ վաղ հասակում համաշխարհային հռչակ բերեց։ Քանի տարեկան էր նա այդ ժամանակ։ Անչափահաս էր, եթե ես չեմ սխալվում։ Ես ճիշտ զարմացած եմ որ Խոսում է։ Խոսում է։ Այո։ Դեռ շատ հետաքրքիր հարցեր կտա ինձ թվում է մեզ։ Երևի 16։ Պետք է չասես, որովհետև մենք մրցում ենք։ Okay։ Գևորգի կարծիքով Eilish-ը սուպեր հիտը թողարկեց 16 տարեկանում, ես կարծում եմ, որ 17-ում ամեն դեպքում մոտ են մեր պատասխանները։ Տեսնենք ճիշտ պատասխանը։ 17 տարեկանում նա դարձավ ամենահայտնի երիտասարդ երգչուհին Bad Guy երգով։ Առաջին միավորը իմն է, եւ մենք գնանք քո մանկություն, պատանեկություն, երբ դու դարձար հայտնի ըստ քեզ, չնայած որ ավելի վաղ տարիքում ես սկսել, չէ՞, երգել։ Եղել է 2015 թվականին։ Ես կխուսափեմ հաշվելու խառնվել այդ թվային հաշվարկին։ 22 կարծում եմ։ 22 տարեկանում, այդ ինչ բեմել էր, ինչ որ բեմում էիր երգում թե։ Չէ, երգ անեցի, որը որ սիրվեց։ Որ տեսահոլովակի մասին է։ Փոխեցի ռեությունից երգի մասին։ Այո, ինձ թվում է բոլորս ենք քեզ հենց այդ երգով ճանաչում։ Հենց այդ երգով եղավ, բայց մինչև այդ նկարահանվել եմ սերիալում հայկական։ Բանակումի մասին է խոսքը։ Հա։ Ու ասեմ, անգամ մինչև օրս մարդիկ շատ անգամ սերիալից են ինձ հիշում։ Ոչ թե որպես երգիչ Գևորգ։ Երևի ավելի շատ իմ երգերը լսում են, հետո են ասում, վայ, ես դու ես երգում, դեմքով ավելի շատ երևի սերիալից են ճանաչում, որովհետև դե սերիալում մեծ վայելում ուներ էլ այդ ընթացքում։ Այո, մենք բազմաթիվ հյուրեր ենք ունեցել բանակում հեռուստասերիալից եւ արձագանքները վկայում են այն մասին, որ մինչեւ այսօր հիշում են, սիրում են եւ շատ լավ մեկնաբանություններ են գրում։ Դե լավ, որ բանակումին անդրադարձար, կարող ես հիշել դեպքեր, որոնք տպավորել են քեզ ու զավեշտալի են եւ պատմված չեն։ Երբ որ նկարահանվում էի, այդտեղ մի անգամ հանդիպեցի, որ տեսա, որ դա խաղապահների զորամասում էր նկարահանվում, ու տեսա, որ ավելի երիտասարդ տղաներ են այնտեղ անցնում, ու խաղապահների այդ ծառայողներից մեկին հարցրեցի, ասի, այստեղ եկա ժամկետային զինծառայողներ են, ասեց, հա, ասի, իսկ կներես ո՞նց են այստեղ ծառայում, էլի, ասեց Պապա դեպուտատ է, աղբեր ես, ասի, դե չէ, ասես, բա դե ինչ գործ ունես։ Ու ամեն անգամ այդ հագուստը հագնելուց մտածում էի, լավ, ասում էի, լավ, մի տարի հետո ես որտեղ եմ ծառայելու այս հագուստով, էլի։ Ու ստացվեց այնպես, որ ես մի տարի հետո հենց այդ զորամասում էլ ծառայեցի անցած ծառայության։ Պատահականության բերումով այդ տղաները նախարարության երգչախմբի ու երգիչ պարողներն էին։ Այդ ամբողջ զորամասի մեջ կար մի հատ փոքրիկ զորամաս, որը որ հենց նախարարության երգիչ պարողներն էին դե ծառայում։
Այդպես ու ես հայտնվեցի նախարարության երգչախմբում ու պարզվեց որ papas դեպուտատ էր։ Խոսան այդտեղ դեպուտատի տղաներն էին։ Չէ, այդտեղ Նորմալ երկով պարողներ էին։ ծառայում են շնորհալի, ովքեր որ իրենց գործի մասնագետն էին, որովհետև հենց այնպես ոչ մեկին այդտեղ չէին ընդունում, որովհետև բավականին բարդ քննություններով էին անցնում ու նաև ավելի անվանի մարդկանց երաշխավորությամբ էր այդ ամեն ինչը։ Դու հայտնվեցիր այնտեղ։ Այո։ 2 տարի ծառայություն Այո։ երգչախմբում երգելով։ Այո։ Ընտիր։ Ես քո հարցազրույցներից մեկում կարդացի կամ լսեցի, որ ասում ես, երբ դեռ սովորում էր երաժշտական քոլեջում, քո սիրելի ընկերները չէին կիսում քո երաժշտական ճաշակը եւ իրենց մեկնաբանությունները քեզ հաճախ կոմպլեքսավորում էին արտահայտվել որպես երաժիշտ եւ երգել ու հետո փաստորեն հանդիպեցիր մարդու, որը օգնեց քեզ սկսել քո կարիերան։ Հիմա կան այդպիսի քննադատություններ կամ մեկնաբանություններ, որոնք կրկին քեզ կոմպլեքսավորում են կամ բացասական են ազդում քեզ վրա որպես երգչի եւ ստեղծագործողի։ Եթե սովորել ես պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցում, ավարտել ես ինստիտուտ, ես ավարտել եմ Թատերական ինստիտուտի երաժշտական բաժինը, վարպետների ոնց որ ձեռքի տակով ես անցել, այդ ուսանել ես եւ այլն, դու ուզես թե չուզես ավտոմատ պատասխանատվություն է առաջանում քո մեջ, որ այնպես բան չանես, որ հանկարծ այդ մարդիկ որ քեզ տեսնեն, վատ բացասական մեկնաբանություն արձագանք չանեն։ Դրական մեկնաբանություններն հիմնականում։ Իմ սովորածը թույլ չի տալիս, որ ես տեսել լա սիրել ինչ-որ sense բառերով երգեր բանանեմ, հանեմ, որովհետեւ ես փորձում անեմ նենց, որ համ իմ ճաշակով լինի, համ ժողովրդի ճաշակն էլ հաշվի առնելով, բայց փորձում եմ որակով ինչ-որ բանան։ Չգիտեմ ինչքանով է ստացվում, ինչքանով չէ, բայց մաքսիմալ փորձում եմ որակով Դե քեզ կգնահատի քո լսարանը, որը քիչ չէ կարծում եմ հաշվի առնելով դիտումները։ Մի անգամ ա եղել, որ Էմանուելի մեկ էսմոքի հետ մի հատ երգ էին կանել։ Այնտեղ մի քիչ բաց տեսարաններ կար հերոսու հետ կապված, բան, այդ մի մեկնաբանությունն ա եղել, որ տակը գրել էին ոնց որ վատ շրջապատ ընկածում ես։ Դա է եղել։ Շատ լավ, միավորը դեռևս իմն է, բայց ունենք 4 հարց, պիտի փորձես առաջ անցնել ինձնից։ Լսենք հաջորդ հարցը։ Քանի միլիոն մարդ մեջ է Գևորգ Սիրեկանյանը փնտրում իր միակին։ Քանի միլիարդ մարդու մեջ ես փնտրում քո միակին, Գև։ Ես այդպես երգ ունեմ։ 8 միլիարդի, 8 միլիարդի մեջ։ Էդ է երևի պատասխանը։ 8 միլիարդ։ 8 միլիարդի մեջ ես փնտրում։ 8 միլիարդի մեջ, այսքան սրտի մեջ, իմը դու ես ու վերջ, սերն իմ ու քո մեջ, չունի ոսկիս ոչ վերջ, 8 միլիարդի մեջ, այսքան սրտի մեջ, իմը դու ես ու վերջ, սերն իմ ու քո մեջ, չունի ոսկիս ոչ վերջ։ Երգելով պատասխանեցինք այս հարցին։ 8 միլիարդի մեջ։ Տեսնենք ինչ է ասում ռոբոտիկը։ 8 միլիարդի մեջ է փնտրում, բայց Գևորգ ջան, նրանցից 4 միլիարդն է կին, դա նկատի ունեցիր։ Քանի որ իմ երգերը յունի են, նաև կարող են լսել կանայք։ Կարող են լսել կանայք եւ աղջիկները, նաև նրանց պոզիցիայից էլ երգը Դուք փնտրում եք այն 4-ի մեջ, մենք փնտրում ենք մյուս 4-ի մեջ, հասկացա, ընդհանուր 8 է անում։ Կան հետաքրքիր դրվագներ ես երգերի ստեղծման կամ դրանց նկարահանումների հետ կապված, որ պատմես մենք էլ կծիծաղենք։ Աշխարհի ամենաանհավանական պատմությունները միշտ իմ հետ են լինում։ Իսկապես։ Հա։ 1000 պատճառ տեսահոլովակի նկարահանման ժամանակ էր ես հրավիրված էի Փարիզում համերգների, որոշեցինք, որ մի քիչ նախորդ գնանք, որ տեսահոլովակը նկարահանենք։ Այստեղից պատկերացեք տեխնիկա, նկարահանող, պայմանավորվել ենք արդեն դեռ որ մի հատ աղջկա պետք է նկարահանենք, ֆրանսիացի էր։ Եկավ արդեն դե մի քանի օր այնտեղ էինք, վերջի պահին ամսի 1-ին եկել այդ աղջիկը, ասում է որ իրան հարմար չի։ Դե sense force majeure-ային իրավիճակ է ստացվում, ու չգիտեմ ինչ պետք է անենք, բայց արդեն մեծ ծախս ենք ոնց որ արել, հա, այդքան պետքա մոգոնել։ Հա, պետքա մոգոնել։ Հետո մի հատ աղջիկ գտանք, որը որ հայ էր, ասեց, ասի ժամանակ չկա էլի, հստակ այսօր պատասխան ինձ ասա, որ ես ամբողջ օրը դիմացա, որ հասկանամ կարողանում եմ մարդ գտնեմ, թե չէ։ Ասեց, օքեյ, դե ասեցի, որ ցենզուրայից դուրս ոչ մի բաներ չկա տեսահոլովակի մեջ։ Ասեց, օքեյ, երեկոյան հանդիպենք, պայմանավորվենք, ասի, օքեյ, արդեն որ հանգիստ եմ։ Երեկոյան հանդիպեցինք, պայմանավորվեցինք, որ առավոտյան արդեն պետք է նկարահանումներ անենք։
բայց մի շուտ մի հատ ներքին ձայն ասում է չի կարած մի անգամից հարթ լինի էլի կոմոդ ես ամբողջ գիշեր չկարողացա քնեմ առավոտյան տես թեթև նոր աչքս ոնց որ sense կապներ մեկ էլ մի հատ SMS ստացա այդ աղջկանից Գեորգ ջան կներես ես մոռացել էի papaիս հարցնեի papas դեմ դե podcast մեկին վիճակը մի խոսքով իմ տեսարանները որոշեցինք նկարահանել այնտեղ ու մնացած տեսարանները արդեն դերասաններով նկարանեցինք Հայաստանում, արդեն սպეციფիկ էր դառնում նրանով, որ Փարիզի հետ մի քիչ Երևանը կապ չունի ու մաքսիմալ փորձում ենք այնպես տեղեր գտնենք, որ չզգացվեր, որ Հայաստան, հա, Հայաստանում Երևանն ու Փարիզը միքսել եք փաստորեն։ Հա, այդպես։ Հիմա այդ որ տեսահոլովակի մեջ 1000 պատճառ։ Իմացեք սիրելի լսարան 1000 պատճառում Փարիզը չի, Երևանն է միքսված։ Մեծ մեքենայի տեսարան կար, որ գտել էինք այնտեղ, որ հետևի տեսանը մաքուր լինի, որտեվ ու ամայի տեղեր ինչ որ այդտենց պետք։ Երբ որ գնացինք այդ տեսանը կա, տեսնենք հետևի դաշտը պաժար են տվել։ Ստուգած մասիսն է երևացել։ Չէ։ Այս միավորը 1-1 մեզ տանք, այսպես, եւ 1-2 հաշվով շարունակում ենք, լսում ենք երրորդ հարցը։ Քանի բառ է հասցնում ասել Eminem-ը Rap God երգի 1 վայրկյանում։ 1 վայրկյանում քանի բառ կկարողանաս դու ասել։ 1 Իսկ Eminem-ը ասում է ռեկորդային շատ բառեր 1 վայրկյանում։ Կասինա։ Ենթադրենք 3-4 Ես գրել եմ 4 Պարտվել, ուրեմն միասին պարտվել։ Ոչ ոքի է վերջանալու մեր հաշիվը։ 4 արտագրեց Գևորգը այս պատասխանը։ Լսենք ճիշտ պատասխանը եւ Գևորգին փորձան ենթարկենք։ Տեքստն ունի 1560 բառ, իսկ 1 վայրկյանում Eminem-ը կարդում է 6.5 բառ։ Բա։ Ոչ մեկից միավոր չի գալիս։ Դա։ Իսկ մենք քեզ ուզում ենք փորձության ենթարկել։ Ապա։ Դու երկեցիր քո երկացանկից ինչ-որ բան եւ հաճախ այս ժանրում ու այս ոճում հանդես գալիս, իսկ մեր տաղավարը այսպես սուպեր կարողություններ ունի, միշտ մենք բացահայտում ենք այդ մարդու թաքնված տաղանդները եւ չերևացող կողմերին ենք անդրադառնում։ Գևորգ, հիմա պիտի ընտրես 3 ժանր եւ 3 տարբեր ժանրերում, որոնք գուցե ընդհանրապես կապ չունեն քեզ հետ, պիտի երգես մեզ համար։ Իմիջայլոց ռեպի հետ կապված կհիշեցնեք մի տեսա պատմություն կպատմեմ։ Պատմիր հետո երգիր։ Որպեսզի փակագծերը շատ չբացեմ ու չասեմ անուններ չտամ, ուրեմն գնում եմ ստուդիա, որ նոր երգի վրա ենք աշխատում ու զանգում է դրսի երգիչներից, մեկը ասում է հեն ինչ արեցիք այդ գտար այդ տղային բան փաստորեն այս մարդը այդ երգիչը ուզում է որ իր այդ նոր երգի մեջ ինչ որ ռեպի տես բան հատվածներ լինի այդ ընկերս էլ սցնեղում ավտոմատ ոնց որ բան չանի բալավ ասում է ինչ անեմ գործ չենք անում գնում եմ ես գործ անենք այս մարդը զանգում է այդ ընկերոջը տրամադրությունը գցում է ու գործ չենք անում արդեն երկրորդ օրն է թե երրորդ օրն է ասի ինչ ա ուզում բա ասենց որ մեջ չլինի 1 2 3 let's go ասած ինչ որ ռեպային հատվածներն ասի խնդրում եմ այդ միկրոֆոնը կմիացնես բա ու ասում է լավ ում կարանք ճարենք ռեպ ասում դե ես դες չեմ ճանաչում ռեպերներ էլի ասի մի հատ միացրա այդ միկրոֆոնը ինչ որ ուզում էր որ հասկացել եմ մոտավորապես put your hands up sense ինչ որ բաներ այդ կարդացի ես ձենս մի քիչ փոխեց ու բանը ուղարկեց այդ երկիչին ունդեղել հիմա ես որ չասեմ այդ ոնց է ներկայանում մեջը անվանական անունը որ փոխենք ասեմ խոսքի DJ Պողոս բայց ընդ ուրիշ անուն է ասում ես չեմ ասում որ Մարդու անունն է ասվում չէ իբր ես DJ Պողոսն եմ ենթադրում որ չիմանան ինչ հա հիմա որ չիմանամ որտեվ էդի շարք ասենց էլի ես եք ասեմ մի խոսքով կարդացի I'm DJ Պողոս բանսից ինչ որ բաներ երկեցի ուղարկեցի, ես ասի որ հետ զանգեց, ես ասել գիշեք ձերը կարդումից բան, զանգ ողբեր է սովա այս տղեն ջան էս ինչ լավ եղա էս է ուզում բան, մի խոսքով, տենց բան եղավ, այդ երկիչի մյուս ընկերն է զանգում հետո, ասում է կարակ DJ Պողոսին ասեք, իմ գործի մեջ է կարդա, ինչպես դարձա միլիոնատեր, մի խոսքով, դաժե փող ուղարկում որ բան անեն, ինձ վարձ
բարձրացրել, ասի բարեր պետք չի։ Մեջը կարդացի արդեն ավելի պրոֆեսիոնալ դե տեքստ ենք բաներ։ Դե փորձի մի հատ մենք էլ իմանանք այդ տաղանդը։ Մի խոսքով դե չէ որ չան։ Այդ էլ կարդացի եւ այլն։ Իրանց այն մյուս ընկերած անկում, բա ուզում ենք իմ գործի մեջ էլ բանանի DJ Պողոսը վերջը այդ էլ կարդացի բան մեկ էլ ես բան Փարիզում եմ մեկ էլ այդ ընկերս է զանգել ծիծաղելով ասում է բան զանգել են ասում են կլիպն ենք նկարում DJ Պողոսը ասեք բայց ինչ որ կա նկարվի կլիպի մեջ ասելա չէ ինքը ավոր կոմպլեքսավորված տղա է չի կարայք Եվ դա բայց այդպեսի ծառայություններ եթե մատուցում ես իրազեկիր մարդիկ դիմեն քեզ Չէ դե անունները չեմ տալի որտեվ այդ երկերը ասեմ ավելին իմ երկերից շատ դիտումներ ունեցան հետո Չէ սուպեր սակվի Մի խոսքով այդպես այդ կարողանում եմ անել Հրաշալի պատմություն չենք մոռանում բայց ինչ փորձության էինք քեզ ենթարկում Առաջին ժանրը որում հիմա կբացահայտենք քեզ որն է The most beautiful sound I never heard Maria 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 All the beautiful sounds of the world in a single word Maria, 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 Maria I've just met a girl named Maria And suddenly I found how wonderful and sound can be Maria I've just kissed a girl named Maria And suddenly I found how wonderful and sound can be Maria Only song and another playing Say it soft and it's almost like praying Maria I never stop saying Maria Շվաղուց sense երկեր չեմ երկել մեկ էլ բանը Phantom Opera-ից կարամ բան անեմ Sing once again with me I power of the you grow stronger yet La 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 da da Երաշտական կրթության տարիներն է հիշեցնում da la 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 Գնում ենք առաջ լսում ենք 4-րդ հարցը Վերջին 10 տարում որ դուետային երգն է ամենաշատ եկամուտը բերել եւ որքան Lady Gaga-ի եւ Bradley Cooper-ի երգ օրինակ կարծում եմ կարող է լինել Դե Դու հաշվիր միլիարդ երևի Միլիարդ Մի քանի միլիարդ Մի քանի միլիարդ Պատտենք Գիտայցը 3 20 միլիարդ իմ կարծիքով Ինձ շատ վատ դեմքով են նայում մեր նկարանող անձնակազմից իսկ Գևորգը կարծում է 3 միլիարդ է բերել Լսենք ճիշտ պատասխանը Օրինակ Lady Gaga-ի եւ Bradley Cooper-ի Shallow երգը $60 միլիոն եկամուտ է բերել եւ վաճառել ֆիլմի հազարավոր տոմսեր Միլիոն, ես նկատի ունեի միլիոն Մենք ոնց որ շատ էին գերագնահատել Միլիարդ է իր չէ դու գրել 3 միլիարդ Ես ճիշտ ասած քեզ լսեցի թե չի ասենք Ոնց եմ սիրում որ մեղքին վրա են գցում Բա Ահա Չի գրի 3 միլիարդ Գրի շատ Գրի շատ Միավորը քոնն է եւ ես պարտվում եմ ուղակի բայց ուղակի գիտես դու ինձ պատժել չես կարող իսկ քեզ կարող եմ անverջ պատժել Հիշեցիր ինչ պիտի երգես մեզ համար Առանց երգելու չենք թողնելու եւ ջան գնաս կամ քո երգերից երգիր կամ Լավ եկեք իմ երգերից երգեմ հետո կհիշեմ Հազար պատճառ ունեմ քեզ սիրելու Հազարների հետ քեզ չեմ փոխելու Հազար անգամ պատրաստ եմ ասելու Որ իմն ես լինելու Հազար պատճառ ունեմ քեզ սիրելու Հազարների հետ քեզ չեմ փոխելու Հազար անգամ պատրաստ եմ ասելու Որ իմն ես լինելու Այդ մեկն ես երգում
փոխեցիր էությունս դարձար իմ լիությունը օդու ջուրս անմար հուրս ախր ոնց եմ սիրում ես քեզ ու չեմ ուզում փակեմ իմ աչքերը որ չկորչի քո պատկերը չէ որ քո ներկայությունը պահում է իմ գոյությունը ու չեմ ուզում փակեմ իմ աչքերը որ չկորչի քո պատկերը չէ որ քո ներկայությունը պահում է իմ գոյությունը Երկրպագուներդ հաստատ մեծ հաճույքով լսեցին Շնորհակալություն Աշխարհում երգված երգերից քանի տոկոսն է կարոտի մասին Կարոտի այդ էս այդ հարցը հատուկ է քեզ տալիս որովհետև իմ ուսումնասիրություններն են ցույց են տալիս որ դու շատ հաճախ ես կարոտի մասին երգում Չէ, ես երևի 3-4 ստացված սիրո մասին եմ ավելի շատ երգում, այո։ Հա, ընդհանրապես աշխարհում ամենաշատը ինձ թվում է սեր են երգում։ Այ կարոտ ինչքան են երգում։ Կարծում եմ, որ Լավ, ցածրաձայն կարծիր ու գրիր, որ քանի տոկոսը, հա։ Վստահաբար հաղթելու ես։ 40%-ը իմ կարծիքով, իսկ Գևորգն ասում է, որ 50%-ն է երգում կարոտի մասին։ Գևորգի կարոտի մասին տասնյակ երգերն էլ եթե հաշվենք, ապա ավելի քան 60-ից 70% պոպ երգերը վերաբերվում են սիրո կարոտին։ Աիդա ջան, իմացիր, Գևորգը ում է այդքան կարոտում։ Քեվ ջան, ում ես այդքան կարոտում։ Ես չգիտեի, որ ռոբոտը արդեն անձնական հարցեր է տալիս։ Մտել է անձնական դաշտ։ Մտել է արդեն անձնական դաշտ։ Լավ, չենք պատասխանում անձնական հարցերին։ Այո։ Սերն ու կարոտը երգում են, որովհետև կոմերցիա է, թե որովհետև մարդկանց սրտին ավելի շատ է դիպչում։ Ես դες ասեմ, որ կարոտի մասին երգերը Հայաստանում այդքան էլ կոմերցիա չեն, որովհետև իրանք ձեր պատկերացրած կոմերցիոն այդ առիթներին չեն երգվում, հա։ Ավելի շատ երգվում են այն երգերը, որը որ ստացված սիրո մասին է, ավելի ուրախ, ну ինքը մեղեդային է, բայց թեմատիկան ավելի ստացված սիրո մասին, փոխադարձ սիրո մասին է, քանի որ եթե գնում ես ինչ-որ հարսանեկան միջոցառման, չես կարող կարոտի մասին երգես։ Իմ ընկերներից մեկը մի պատմություն պատմեց, պատմում է, որ շուտ ասեց գնացել ենք նոյեմբերյան, հələ որ սենց առանձին տարածք էին վերցնում հարսանեկան արարողությունը այդտեղ էին անում, ու տենց ռեստորանային վիճակներ չէր։ Ասում է, հարս ու փեսանեկան նստեցին, երաժիշտները արդեն ոնց որ ստարտը տվեցին, նախանվագը գնաց, դնդում խորտակեց իր կյանքը իմ առաջի երկով այդ սկսել էլի։ Տես մի բան ստացվել է, ասենք։ Բայց ես ասեմ, հայկական իրականության մեջ շատ ծիծաղելի է, որ շատ ուրախ երաժշտության ներքո, մեկ էլ երգում են դավաճանության մասին, սարսափելի տեքստով երգ։ Թողեց գնաց դավաճանեց տեսա, բայց այդ ամեն ինչը այնքան ուրախ նոտաներով ու ամբողջ ազգով տակը քեֆ են կանում։ Ես մի անգամ ճիշտ ասած մի հատ բանկետի էի մասնակցում, ոստիկանական բանկետ էր, ոստիկանապետն էր ներկա ու երգչուհիներից այդ աղջիկը չգիտեմ ոնց, չգիտեմ ինչի, որոշեց, որ մուրկան պետք է երգի։ Ու տենց մուրկա, նու երգի կեսից անջատել տվեցին այդ երգը։ Դոլյա Վարավսկայա չի երգել, արդեն լավ է։ Ահա, նու համարյա նույն ոճի մեջ։ Փորձեցինք այսօր Գևորգին տարբեր փորձությունների ենթարկել։ Ինձ թվում է ստացվեց։ Ճիշտ է, շատ չերգեց, բայց ամեն դեպքում իր սիրելի երգերը կատարեց։ Եվ հիշեց զվարճալի դեպքեր, որոնք վստահաբար ծիծաղ կառաջացնեն մեզ դիտողների մոտ։ Շնորհակալ եմ շատ, որ եկար եւ ժամանակ տրամադրեցիր։ Քեզ երկար ստեղծագործական ընթացք ենք մաղթում։ Ես էլ նույնը ցանկանում եմ ձեր հաղորդմանը։ Շնորհակալ եմ շատ։ Կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։